Քննչական գործողություններ էին, ինչ պարզեցիք, ինչ նորություն։ Ես մի քանի ժամ առաջ էի այստեղ մեկ այլ գործողություններով, հիմա ընտանիք կար այստեղ, հենց մասսավակայի կարգավիճակով էր, եկան գործողություններն արդեն հավաքված էին, դրա համար դա ազատ են արձակվում։ Գյումրու հետ կապն։ Մայր Հայաստանի շենքի, Ավականու անդամ չեմ, բայց ինչ որ առնչություն ունեցել են, վերաբերվել են այստեղ ընտանիքով, պարզեցին, որ մի քանիս արդեն բաց են թողնվել, մեկը ունի մեղադրյալի կարգավիճակ, բայց ոնց հասկացա հանրային պաշտպանողա լինելու, այս բան ինչ որ այլ բան չկա, այլ նոր բան չկա։ Պարոն Խուդոյան, Գյումրիում այսօր տեղի ունեցած այդ իրադարձությունները ինչի հետ են կապված։ Ինչ էին հետապնդում այդ։ Համոզմունքս այն է, որ ընդդիմադիր ուժերի հաջող քարոզարշավը, առնվազն 4 ընդդիմադիր ուժերի նյարդերը առաջացնում եւ անհրաժեշտություն է դարձել իրենց քարոզչությանը խոչընդոտել, աջակիցներին վախացնել, այդ կերպ ինչ որ նվազ առավելություն փորձել ստանալ քաղաքացիական պայմանագրի տեխնացուի համար։ Արդյունք կտա այդ իրենց։ Համոզմունք ունեմ, որ արդյունք չի տա, որովհետեւ բանից անցել է։ Իսկն բոլորը տեսնում են։ Իմ կարծիքով այո, հենց հակառակ էֆեկտն էլ տալիս է, որովհետև տեսնում են, որ այն կարգի անհույս է դառել այդ վիճակը նորմալ արժանապատիվ մրցակցությունով ընտրության մասնակցելը, որ անցել են նման անդուր միջոցների։ Իսկ եթե հանկարծ պարզվի, հանկարծորեն այդ քննչական գործողությունները ոչ միայն չապացուցվի, ընդդիմադիր այդ տեխնացուները ինչ շանս ունեն, բողոքեն, ինչ անեն, հակառակ ինչ-որ գործեր։ Դե բողոքել միշտ կա, բայց այդ բողոքների քննությունը նույնպես այս որակի իրավապահ մարմիններ եւ դատարաններ են անում։ Իհարկե դրա ժամանակն էլ է գալու, երբ որ այս հարցերը կվերանայում են, բայց դրանից առաջ ավելի կարևոր առաջնահերթություններ կան, ընտրությունների արդյունքները դա ցույց կտան նաեւ։